Բարի երեկո, սիրելի բարեկամներ, բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ։ Այսօրվա իմ հյուրը երիտասարդ, որին բոլորը ճանաչում են որպես սիրային երգիչ։ Սիրային երգերի լավագույն կատարող երիտասարդ տաղանդավոր մի մարդ Գևորգ Սիրեկանյան։ Խնդրեմ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Դե ողջույն Գևորգ ջան, ինչպես ես։ Լավ, շնորհակալություն, պարոն Ղազարյան ջան, դուք ինչպես եք։ Շատ լավ, փառքաստու։ Ես ուրախ եմ, որ դու այսօր իմ հյուրն ես, իմ տաղավարում։ Նմանապես, ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Ապրես։ Դե ով գալիս է, սկզբում իրան ասում եմ մի քիչ պատմիկո մասին, խոսակո մասին, Երևան, դպրոց, երաժշտական ինստիտուտ, երկու բառով շատ էլ չէ, բայց գեղեցիկ։ Ես սովորել եմ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, վոկալի բաժնում։ Այո, վոկալ բաժնում, հետո ընդունվեցի թատերական ինստիտուտ, կինո եւ թատրոնի պետական ինստիտուտ, երաժշտական թատրոնի դերասան բաժնում, եւ շարունակեցի միայն երգով, բայց ուրախ եմ, որ սովորել եմ այդ բաժնում, քանի որ ձևավորվեց իմ մոտ երաժշտական ճաշակ, իմ տեսահոլովակների սյուժեները գրեթե ես եմ մտածում իմ ընկերների հետ միասին, ու այդպես երևի նաև բեմում շարժուձև, այդ ամենը։ Ասում ես ուրեմն ավարտեցիր նաև թատերական ինստիտուտը, իսկ ով էր քո ղեկավարը։ Արմեն Մելիքսեթյանի կուրսում եմ ավարտել։ Արմեն Մելիքսեթյանը շատ տաղանդավոր մարդ, իմ լավ ընկերը, շատ հաճելի անձնավորություն։ Հա, ուրախ եմ, որ իմ ընկերոջ մոտ է սովորել, որտեղ իսկապես նա լավ կադրեր ա ունեցել, շատ լավ կադրեր ա տվել, շատ։ Լավ։ Իսկ օլիմպիադաների, մրցույթների, որևէ չգիտեմ ինչերի մասնակցել ես երբևէ։ Փոքր տարիքում եմ ավելի շատ մրցույթների մասնակցել, կհիշեմ 2004 թվականին էր Արևային անձրև այդպիսի փառատոն կար։ Որտեղ կազմակերպեց, Հայաստանում։ Հայաստանում էր, ջրաշխարհում էր լինում։ Մոտ 3 ամիս տևեց այդ կոնկուրսը ու Armenia TV-ում էին ցուցադրում ու Armenia TV-ի կազմակերպածներ։ Դե տարիքով շատ փոքր էի, լավագույն չեմ հիշում, կարծեմ 10-ի մեջ էի, այդպես կոնկուրսներին որ ասեմ այդպես մասնակցել եմ, չէ, ավելի շատ հետագայում ես անհատ ոնց որ հեղինակ կատարող եմ ու ավելի շատ իմ հեղինակային երգերով եմ սկսել։ Այսինքն դու նաև գրում ես երգեր։ Հա, իմ երգերի։ Դու միայն քո համար ես գրում, թե ինչ-որ ուրիշների համար ես երգեր։ Չէ, կան, որ իմ ընկերներից նվիրել եմ, Նորոյի համար եմ երգ գրել, Գորի Եփրեմյան, Արմանի Խաչատրյան, Արտուրի Գաբրելյան ես վերջերս, կան այդպես մի քանի այդպես երգեր։ Գոհ ես իրաց կատարումից։ Հա, երգ է։ Հիմա այսօր Գևորգ Մարտիրոսյան։ Ահա։ Այսօր ինչ որ կատարելու ես դարձյալ քո ստեղծագործություն։ Հա, իմ հեղինակային կատարումն։ Լավ, Գևորգ ջան։ Ամուսնացած ես։ Առայժմ ոչ։ Բոլորովին վերջերս հաղորդման ժամանակ ես մի բան պատմեցի, թե ասեցիք, չէ, նկարեցինք ավելի ճիշտ վերջին մեր անեկդոտների մեջ, ասում հարցնում է երեխան, հորը ասում է, պապ, բոլոր տղամարդիկ հարիվ են, ներողություն ես բառի համար, ասում է, չէ, բալիկ ջան, մեջները չամուսնացածներ էլ կան։ Հիմա դու այդ չամուսնացածներից ես, բայց առայժմ ամուսնացած չես։ Առայժմ։ Հա, իսկ առայժմ երբ ես մտադիր ամուսնանալ։ Որը բարին է, պարոն Ղազարյան, առաջ Աստված տեսնենք։ Առայժմ չես մտածել։ Չէ, իհարկե մտածում եմ, ընտանիքը լավ բան է ու պետք է սրտի մարդ լինի, ում հետ կարող ես կիսվել, դժվար պահին օգնություն ստանալ, մի խոսքով։ Այն մարդը պետք է լինի, ով հալալ կեսին, այդպես են ասում ժողովուրդը։ Կգա մի օր կգա, գիտես ինչ ասում, ուշ լինի, բայց նուշ լինի։ Այո։ Հիմա Լոս Անջելես ես եկել ու որքան ժամանակ է, որ այստեղ ես։ Արդեն մոտավորապես մի ամիս կլինի, մի քանի օրից պատրաստվում եմ արդեն հետ վերադառնալ Հայաստան։ Երրորդ անգամ եմ այստեղ լինում։ Սիրում ես, թե հավանեցիր։ Հա, հետաքրքիր է, նամանավանդ որ հայությունը շատ է ու կոպիտ ասած օտարություն շատ չես զգում։ Ես ասում եմ, եթե Գլենդելում բացօթյա սրճարանում նստես ու աչքերդ փակես,
քո համար ոչ մի տպավորություն, հայկական խոսակցություն, մեքենաները անցնում են հայկական երաժշտություն, հաճախորդները էլի հայեր, ոչ մի տարբերություն գրեթե, ուղղակի լոկացիան է փոխած։ Գևորգ ջան, քո գալու նպատակը ո՞րն էր այստեղ։ Հյուր ես եկել ուղղակի թե։ Այս անգամ եկել եմ ընկերներիս, բարեկամներիս տեսնելու, անցած տարի որ եկել էի, մասնակցում էի SVH Travel-ի կազմակերպած մայրերի տոնին նվիրված համերգին, որը որ կրույզ էր։ SVH? Այո։ Եվ մայրերի տոնին, մայրության տոնին։ Mother's Day-ն էր, այո, Mother's Day-ն էր նվիրված։ Ում հետ էիր մասնակցում եք։ Մասնակցում էինք ես, Տաթև Ասատրյան, Զոյան Բարեղամյան, Սևակ Ամրոյան, Արփին, կարծում եմ բոլորին նշեցի։ Լավ կազմ է եղել, շատ հետաքրքիր անցավ, 700 հոգի հայ կար նավում, ու տենց 3 օր գնացինք Մեքսիկո ու հետ եկանք։ Այս տարի ես էլ մասնակցեցի, իրար հետ ենք, ես Արմեն Մարտիրոսյանը, Սամվել Երևինյանը, ջութակար, Mr. X-ը եւ հրաշալի երեկո եղավ, բոլորը շատ գոհ էին, շատ։ Ես ասեմ, այն համերգների, մնացած համերգների տարբերությունը գիտեք որն է, որ մի անգամ գնում ես համերգի, հանդիսատեսի ջերմությունը տեսնում ես, միգուցե կուլիսներում էլ իրենց տպավորություններով կիսվում են ու ոնց որ ամեն մեկը իր գործերով է գնում իր տուն, բայց քանի որ կրույզի նավի վրա էր, դու ավտոմատ շփվում ես մարդկանց հետ, այդ 3 օրվա ընթացքում անդադ ընկերություն, ես էլ եմ դաշացի։ Մի 2 տարի առաջ էլ ես էլ այդ SVH-ով էլի գնացի, Վահիկենց հետ, շատ լավ կազմակերպել էին, ու էլի մայրության տոներ, այս տոնն էլ կազմակերպել էին Մելանիա Travel կա, Մելանիա, չգիտեմ ոնց է Travel, չեմ հիշում ոնց է կոչվում, Մելանյանն էր եւ Տիգրանը։ Շատ լավ էին կազմակերպել, հրաշալի ժողովուրդ էր, շատ լավ անցավ ու վերջում այնքան ջերմություն, մտերմություն տեղ 5 օր իրար հետ էինք։ Այդ եմ ասում էլի, հա, շատ սիրում եմ ես այդ նավի այդ ելույթները սիրում եմ իսկապես շատ։ 3 օր ոնց որ մի ընտանիքի պես այդ մարդկանց հետ հայությունը, այն ճաշարանում, չգիտեմ, դրսում քայլելիս կամ բան հանդիպում էինք, խոսում էինք, զրուցում էինք, շատ լավ տպավորությամբ ես վերադարձել եմ։ Ու հաճույքով էլի որ առիթինի կգնամ։ Ասում ես քո այդ նավում Տաթև Ասատրյանն էլ էր։ Այո։ Ես Տաթև Ասատրյանը բոլորովին վերջերս մեծ ելույթ ունեցավ Երևանի համալիրում։ Շատ լավ անցել է, ես արդեն գիտեմ, հրաշալի, ես ուզում եմ իմ հենց ալիք իմ ծրագրով իրան շնորհավորեմ, իսկապես արժանի երկչույի լավ մարդ, շնորհավորում եմ ես Տաթևին իր այդ լավ համերգի համար, թող միշտ այդպես մեծ համերգների մեջ լինի ու մեծ հաջողություն ունենա։ Այո, արժանի երկչույի լավ մարդ, Տաթև ջան, քեզ շնորհավորում ենք, ավելի մեծ բեմ էր։ Իմիջայլոց Մոսկվայում էլ համերգ ունի, նույն ավելի մեծ Տաթևը, այո, լայվ արենայում, ոնց որ, հա, ավելի մեծ բեմեր ենք ցանկանում, այսպես ասեմ։ Լավ, դու կուզենայիր այստեղ մի մենահամերգով ելույթ ունենալ։ Եթե առաջարկ լինի, իհարկե մեծ սիրով կմասնակցեմ, քանի որ ես անկեղծ ասեմ, այդպիսի մեծ մենահամերգ դեռ չեմ ունեցել, տարբեր երկրներում փոքր մասշտաբային ավելի շատ եղել են, մտածում եմ այս տարի Հայաստանում մենահամերգի մասին, առաջ Աստված տեսնենք։ Ուղղակի ժամանակ է պետք այդ ամեն ինչին տրամադրվելու, զբաղվելու, փորձեր եւ այլն եւ այլն։ Պետք է ժամանակ գտնես, դա շատ ամենակարևորն է։ Գևորգ ջան, առաջի մասը մեր հաղորդման ավարտվեց, թույլ տուր ես անցնեմ մեր գովազդին, նորից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, Գովազդը արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը մի հրաշալի տաղանդավոր մարդու հետ, Գևորգ Սիրեկանյանի հետ։ Գովազդ արդյունի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, այժմ շարունակում եմ զրույցս Գևորգ Սիրեկանյանի հետ։ Գևորգ ջան, Կամ երկիչ, որ շատ ես սիրում, ոնց որ ասես կուրքի նման բան լինի, չնայած հիմա այդպես կուրքեր չունեն, ոնց որ մարդիկում հարցնում եմ, ակա եղել է դերասան, ասել եմ քո կուրքով է եղել, բան, ասել ես կուրք չունեմ, բան։ Չգիտեմ, այդ մարդիկ էլ երևի տենց էլ, կամ մեկը, որ իսկապես շատ կուզենայիր հասնել ու նրա նման լինեիր։
Ոչ թե կատարումով, ձևով, ոճով, չէ, ամեն մարդ իր ձեռագիր դունի, իր ասելիք դունի։ Այս վերջերս Շարլ Ազնավուրի ֆիլմը նայեցի, Միսիոն Ազնավուրը, չգիտեմ դիտել եք թե չէ, շատ հետաքրքիր ֆիլմ է ու ինչ որ մոտիվացիոն բաները շատ մոտիվացնող ֆիլմ է իմ համար, այդպես ես կվախենամ նշեմ, որովհետև մեծամասամբ բոլորն էլ ընկերներ են հայկական երգարվեստում, չեմ ուզենա առանձնացնեմ։ Չէ, օրինակ կուրքերից մենից Շարլ Ազնավուրն։ Շարլ Ազնավուրին եկեք առանձնացնենք, քանի որ նա բարդ ու դժվար ճանապարհով անցել, բայց հասել իր երազանքներին։ Իսկ Գևորգ ջան, ապագա ծրագրեր, ինչ ես պլանավորել, ինչ ես ուզում անես, այ մոտակա։ Նշեցի արդեն, որ մտածում եմ մենահամերգի մասին, նոր երգեր ունեմ, նոր տեսահոլովակներ, ես գրեթե ամեն ամիս նոր երգ եմ հանձնում հանդիսատեսին ու ես անընդհատ այդ process-ի մեջ եմ ու ինչ-որ չափով դժվար է, ինչ-որ չափով հետաքրքիր, տեսնենք։ Երջանից բանը, բարեգործական համերգներ, ելույթներ բան շատ են լինում Հայաստանում, դու մասնակցում ես դրանց։ Հա, մասնակցում եմ նաև։ Զինվորների համար, ասենք։ Այո, մասնակցում եմ, մի քանի տարի առաջ էր մասնակցեցի Ֆրանսիայում մի քանի քաղաքներում, 4 քաղաքում էր, Մարսելում, Ստրասբուրգում, Փարիզում եւ Լիոնում, այո, համերգների, որի հասույթը նվիրվեց սահմանամերձ գոտում դպրոցաշինությանը, այդպես բավականին մեծ գումար էր հավաքվել ու շատ դրական ես քեզ զգում, շատ լավ է, շատ այդ համերգները պետք են, անպայման պետք են։ Գևորգ, քիչ առաջ մենք խոսեցինք, որ դու քո ստեղծագործություններն ունես ու դու ինքդ քո գրվածքներն ես կատարում։ Հիմա մենք ունենք հնարավորություն լսելու քո երգերից որևէ մեկը։ Իհարկե։ Ու նվիրենք մեր հեռուստադիտողին։ Սիրով։ Գնացինք։ Դու շատ սիրուն էլ կատարեցիր։ Շատ շնորհակալ եմ, պարոն Ղազարյան ջան։ Մի հարց ես ձեզ տամ։ Ինչպես է անցնում Ամերիկայի Միացյալ Նահանգներում ձեր կյանքը ու մենակ այս հաղորդումով եք դուք զբաղված։ Այս հաղորդումից բացի ես ելույթներ եմ ունենում, ինձ տարբեր համայնքներից հրավիրում են, ես մի շատ լավ ծրագիր ունեմ, ստենդափ, երգերով, հումորներով, կատակներով, վերջում բավականին անեկդոտ եմ պատմում, շատ սիրուն է, վերջերս ելույթ ունեցա ուրեմն Վաշինգտոնի նահանգում, Սիեթլում, եւ չես պատկերացնի ինչ ջերմ ժողովուրդներ են քան լավ։ Ես հենց առիթ եղավ, հիմա ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր կազմակերպիչներին եւ այն ժողովրդին այդ ջերմության համար։ Եվ վերջում որ եկան նկարվում էինք բանան, մեկը մոտեցավ ասեց դու Երևան Հայաստան բերեցիր ու ասում հագե դու որ գնաս ագին մենք այդ Երևանում ու Հայաստանում ապրել մենք այդ տպավորությունը։ Այո, մեծ գործ եք անում բավականին, պարոն Ղազարյան ջան։ Տամար անունով մի հրաշալի աղջիկ կար եւ ընդհանրապես ժողովուրդը շատ լավ կազմակերպել էին, շատ սիրունացան։ Բրավո, իրենց։ Ձեր ընտանիքում կան էլի երգիչներ, Գևորգ ջան։ Չէ, հայրս լավ երգում է, բայց երաժշտական կրթություն չունի։ Չէ, կարող ասեն գեներով որ անցել է։ Ես ձեզ ասեմ մի հետաքրքիր բան։ Մենք ունենք տոհմածառ, որը որ ոչ ավանդական այն տոհմածառերից է, որտեղ ծառը նկարված լինում, անուններն է գրված լինում, բան, մենք մի բարեկամ ունենք, հիշատակը վառ լինի, նա պատմություններով, թե ումից ենք եկել, բան, պատկերավոր ում նկարը որ չեր ունեցել, որ պատմել են, մոտավորապես նկարել էր, շատ լավ նկարում էր, ու արդեն ում նկարներն էլ որ կար, տեսել էր, նկարել է, ինձ ուղղակի չհասցրեց նկարել այդ տոհմածառի մեջ ոնց որ ընդգրկել։ Մենք եկել ենք Աշուղից, մեր նախապապը եղել է Աշուղ։ Մեր ազգանունը ի սկզբանե եղել է Աշուղյան։ Պապիկիս հայրը վերցրել է իր հոր անունը, Սիրեկան է եղել անունը, ու այդտեղից դարձել ենք մենք Սիրեկանյան։ Մեր ազգի մյուս մասը Աշուղյան են։ Ու տենց ոնց որ նկարագրում է,
բանով թարով մարդ նկարի մեջ պատկերված, որ աշուղ, այս ինչ թվականին ա ծնվել, երգել է եւ այլն, գեներով եկել է, գենետիկա, գեները հա, շարունակում են դա անպայման կա։ Գևորգ ջան, ավարտեց նաեւ մեր երկրորդ մաս հաղորդման, ասենք գովազդի, որից հետո շարունակենք մեր Սիրով սրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդի RTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ սրույցը, այս շատ հետաքրքիր երիտասարդի հետ, Գևորգ Սիրեկանյանի հետ։ Գովազդի RTN-ի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Գևորգ Սիրեկանյանի հետ։ Գևորգ ջան, ինչ շատ հետաքրքիր է, դու հարսանիքներում բանում մասնակցում ես, երգում ես, հրավիրում են։ Հա, իհարկե, շատ եմ մասնակցում, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, այո, շատ Ռուսաստան, Եվրոպա, ամենուր հրավիրում են։ Այո, շատ հարսանյաց միջոցառումների եմ մասնակցում, նաև համերգների։ Հետաքրքիր է, դու հաճույք ստանում ես, թե ուղղակի որպես գործակալ ես երգում ես։ Չէ, իհարկե, երբեմն լինում են նախապատմություններ, որ իմ երգի տակ, իմ երգի ոնց որ երգն է լինում պատճառ, որ իրանք ծանոթացած են լինում, մի խոսքով իրանք սիրո ինչ որ էպիզոդներում իմ երգը կարևոր դեր է ունեցած լինում եւ իրենք ցանկություն են ունենում, որ ես անպայման իրենց հարսանիքին մասնակցեմ ու մասնակցում եմ։ Ու ես գիտեմ, որ բավականին դիտորդներ ունես, չէ՞, դու քո այդ տեսահոլովակներով երգերով։ Այո, YouTube-ում մինչև 29 միլիոն զուգերք ունենք, որ Օքսի հետ Ավդալյան, դա 29 միլիոն իմ սիրված երգերից է, դու այն ուրիշ տեսակն ես, այդպիսի երգ ունեմ, դա մոտ 20 միլիոն էլի դիտում ունի։ Շատ լավ է, շատ լավ։ Մի պատմություն պատմեմ, պարոն Ղազարյան ջան։ Դե ինչպես բոլոր երգիչներին, արտիստերին, ես էլ իմ YouTube-յան դե ալիք ունեմ ու այնտեղ իմ երգերն են մենակ ու կամ էլ ինչ որ հաղորդումից, որին ես կարող եմ մասնակցել, հատվածներ կարող են լինել։ Մի ծանոթ ունենք փողոցում, ապրում, հարևան ունենք։ Մի օր հարցրեց, Գևորգ ջան, մի բան էլի հարցնեմ, այդ YouTube-ից առասարա գումար բան գալիս է։ Դե նախ զարմացա, որ ինքը տենց հարց տվեց, որովհետև այդ հարցը ու ինքը շատ ոնց որ ես կոսմոս թռնեմ էլի այդպես։ Հա, դեռ է շատ։ Դե որոշեցի այդ հարցին պատասխանեմ, ասացի, դե գիտես ինչքան շատ են դիտում, այդքան շատ է գումար գալիս, այսպես դրեցի, բացատրեցի մանրակրկիտ բան, ասեց Մե լավ վիդեո տամ գցես կանալդ։ Ինչ։ Ասես մե լավ վիդեո տամ գցես քո ալիքում YouTube-յա։ Ասեցի ինչ վիդեո, ասեց ոնց է ոզնին կարիճ ուտում։ Ու պատկերացեք, ասեցի չէ, նայ դու գիտես ոնց որ ես կորցրել բան։ Քո համար եմ ասել։ Քո համար եմ ասել։ Եվ կետ լավ է որ արսանիքները դեմակ ու ես ինձ հետաքրիր, իսկ մարդկանց պատե աշխատանք գործ կնում երկում եմ կասեմ փողոց առում կասեմ, բայց իսկապես ամեն ինչ էլ որ անում եմ մարդկանց։ Չէ, եթե մի բան անում եմ, ես փորձում սիրով անել, այո, իհարկե։ Ես էլ օրինակ մեկ-մեկից հրավիրում եմ, գնում եմ հարսանիքներ եմ արել, եղել է շատ ու էլի հրավիրում են։ Ես շատ մեծ բավականություն եմ ստանում ու իմ ամենամեծ գնահատականը նա լինում, որ վերջում այդ լրիվ այդ հարսանքավորը գալիս է շնորհակալություն հայտնում, նկարվում են այդպես ու գնում են։ Այդ ինձ համար ինչ ասես արժի։ Լավ, Գևորգ ջան, հիմա ասենք մեր իրական պատմություններ դու պատմեիր։ Ու այս թեմայի մեջ էլի կարող եմ մի բան պատմել։ Պապան շատ ընկերներ ունենք մենք Աբարանից, դե իրանք միամիտ ժողովուրդ են։ Մաքուր ժողովուրդ։ Հա, մաքուր ժողովուրդ, հյուրասեր ժողովուրդ են։ Այո, շատ։ Աղուհացով ժողովուրդ են։ Ուրեմն պապա ընկերներից մեկը հարցրեց, ասեց Գևորգ ջան, ներողություն, կինը հարցրեց, ասեց Գևորգ ջան, այսքան որ երգեր ես անում, տեսահոլովակներ, բան, քո օգուտը ո՞րն է, էլի, որտեղից ես գումար դու աշխատում։ Ամուսին էլի փր ամեն ինչից տես տեղյակ է, այ կնի կասետա զապիս անում ծախում բան արավ իրանք միջև կասետի որ են քիչ առաջ դեպքեր պատմում այդ որ առաջարկելակցի քո YouTube-յան էջ ուրեմն միացած փոքրիկ անեկդոտ կա ասма մրճուն ամուսնամա փղի հետ մյուս օրը փիղը սատկում է Biz biraz mırçınlas may marses pankali
մի օրվա հաճույքի համար մի սաղ կյանքս պիտի փոսփորեմ։ Ուրիշ ինչ ունես իրական պատմություն։ Երբ որ առաջի անգամ եկա Միացյալ Նահանգներ, դե ընկերությունը շատ, բարեկամությունը շատ, բոլորը զանգում էին, ինչի կարիք ունես, ասա մի բանի պետք լինի, ասա անպայման մեքենայի այս այն, ու մի պատմություն հիշեցի։ Ուրեմն մի անգամ գնացել եմ Ֆրանսիա համերգների տենց շրջանակով ու այդ ենթադրենք ամսի 5-ից մինչև 10-ը պետք է զբաղված լինի այդ համերգներով, որոշեցի ավելի շուտ գնամ, որպեսզի տեսահոլովակ նկարահանեմ։ Ու արդեն այնտեղ եմ մի 2 օր, համերգի կազմակերպիչներից մեկը զանգեց, բա Գեորգ ջան, եկել ես, տեղակ չես պահում, ասա ինչի կարիք ունես, ինչով օգնենք եւ այլն բան։ Ես էլ մտածում էի, որ տեսահոլովակի այտենց էպիզոդ դիներ, որ տուն գտնեինք այդպիսի, որ Էյֆելյան աշտարակին էր նայում ու այդտեղ նկարանում կատարենք։ Բան դե ասեցի, չէ, օքեյ, ամեն բա ասա ես քո աղբերն եմ, ինչի կարիք ունես, ասա բան։ Դե ասեցի մի ասեմ, կարող եմ արդա այտենց մեկին ծանոթ ունենա, որ տուն ունի, ասեցի դե սենց տուն է պետք, որ Էյֆելյան աշտարակին նայի նկարման համար, բան։ Հա, ասեց, չէ, Գևորգ ջան, ատամի խոզանակա պաստայան ասկի ունես։ Այդ պատմությունը հիշեցի, ովքեր որ ասում են ինչի կարիք ունես։ Իսկ ես հիմա անեկդոտի կարիք ունեմ, կարող եմ մի հատ անեկդոտ պատմես։ Անեկդոտ Ուրեմն մի տղա է լինում, գյուղում է ապրում, գնում է իրենց գյուղի վարսավիրանոցը։ Տենց մազեր կտրելու ժամանակ այդ վարսավիրը հարցնում է, տեսար Երևանում էս ինչ որ ենթադրենք սենց սարքեցին բան, ասում է ճիշտ ասած չէ, ասում է ոնց Երևան չես եղել, ասում է չէ, ասում է ոնց Երևան, ասենք Լեննական չես եղել, ասում է չէ։ Դե գյուղի տղա ասում է չէ, ես սաղորը գործով եմ զբաղված, ես դաշտերով բան, ասում է լավ, Էջմիածին էլ չես եղել, ասում է չէ, ասում է ոնց Մայրաթոր էլ չես գնացել, ասում է դե չէ, ասում է լավ, Վեհափարն էլ չես տեսել, ասում է չէ, ասում է գնա անպայման տես, այ տղա ջան ջահել տղա, ասում է։ Անցնում է մի ամիս էս տղու մազերը երկարում է, էլի որոշում է գնա վարսավիրանոց, այս վարսավիրը ասում է հա գնացիր Երևան, ասում է սպասի ասեմ, ասում է հա գնացի Երևան, ասում է լավ էր, ասում է հա նորմալ, ասում է Էջմիածին բան գնացի, ասում է հա գնացի, ասում է Մայրաթոր գնացի, ասում է հա գնացի, ասում է իսկ Վեհափարին տեսար, ասում է հա Վեհափարն է տեսա, ասում է հետո ասում է գնացի, ասում է աչը համբուրեցի, ասում է հետո ասում է որ կռացը գլուխս տեսավ, ասի դες որ մի ապուշ նամազ էր կտրել։ Շատ լավ էր ապրել։ Շատ սիրուն էլ պատմեցին իմիջիալոց ոչ բոլորն են որ կարողանում են ճիշտ ներկայացնել մարդուց։ Կա էլի թե Մի քիչ կդժվարանամ։ Լավ, Ես ավելի շատ իրական պատմությունների վրա կարող եմ բանել։ Ես կարճ իրական պատմություն կարող եմ կարճ։ Ես գիտեմ, որ դուք շատ մտերիմ եք Գոհարի հետ, ով որ մեյքափով է զբաղվում։ Հա, իհարկե, Գոհարը իմ աղջիկն է։ Հա, իմ լավ ընկերներից, հա։ Շատ հարազատ թանկ մարդ է։ Ահա, Գոհարը նոր երգ է։ Հա, Վիրաբյան Գոհարը։ Ուրեմն նոր երգ եմ հանել, զանգեց շնորհավորեց, այտենց խոսում ենք հեռախոսով, ասեց գիտես ես էլ վաղ առավոտյան բարի լույսին եմ աթիվի հրավիրված, ասի օ շատ լավ է, մեր Կարենենք են հաղորդավարը, Մոլիտվինը։ Ունենց ստացվեց մի խոսքով խոսեցինք, բան ես գնացի ձայնագրության, հետո իջա ռեստորաններից մեկը, չասեմ անունը, որ գովաս չընչի, Կարենը այնտեղ է աշխատում, ես այնտեղ մյուս իմ ընկերներից մեկին պետքա տեսնեի, Կարենն էլ շնորհավորեց նոր երգից կապակցությամբ, ասեց երբ ես գալիս մեզ մոտ հյուր, ասի դե տեղյակ եմ որ վաղը Գոհարն է գալու ձեզ հյուր, եթե մյուս օրը հարմար է կգամ։ Ասեց ո ճանաչում ես Գոհարին, ասի հա, ասի իհարկե ճանաչում եմ, ասեց ինքը ով է, ինչով է զբաղվում էլի, բան, ասեցի դե մեյքափ արտիստ է աշխատում է, հա, ասեցի աշխատում է շատ արտիստների հետ, տեսահոլովակներին գրիմ է անում եւ այլն, ու այդ ընկերոջս հետ եմ մյուս խոսում Անընդհատ ասում եմ էլի մի բան ասա, բան, սենց ոնց որ խոսակցությունից շեղում է, ես էլ հումորի հետ մի քիչ սեր ունեմ, դե ասեցի ես ինչ ասեմ, ասի տեղյակ եմ որ վերապատրաստում անցել Մադամ Տյուսոյի թանգարանում, սենց ուրիշ բաներ ասեցի։ Ու շատ լավ էլ երկում է իմիջիալոց։ Հա, բայց դե Մադամ Տյուսոյի թանգարանում ինչ վերապատրաստում, դա ուղղակի ասեցի կատակով, ու տեսնեմ մոտը նշում է հեռախոսի մեջ Դուրս եկանք այդ ընկերոջս ասեցի, ես Կարենին կատակ արեցի լուրջ ընդունեց, ասես ավաղը եթերով խոսալը,
ու առավոտյան դե երկար եմ ես քնում, հեռախոսս անջատացա, միացնում եմ, տեսնեմ համ Գոհարն է զանգել, համ Կարենն է զանգել։ Հաղորդումը հետ տվեցի ու հաղորդման ոնց որ sense պահ գալիս, ասում է Գոհար ջան, ես տեղյակ եմ նաև, որ դուք վերապատրաստում եք անցել Մադամ Տյուսոյի թանգարանում, ասես Գոհար ասում է, չէ, դες բան չի եղել։ Ու թեքվում է կամերային Գեորգ Սիրիկյանից փոշմանես ինձանից։ Գեորգ ջան, ապրես։ Շատ հետաքրքիր զրույց էր, ավարտվեց մեր զրույցը։ Ինձ մնում է շնորհակալություն հայտնել քեզ, ցանկանալ նորանոր հաջողություններ, անպայման համերգներ եւ Շնորհակալ եմ շատ հրավերի համար, պարոն Ղազարյան ջան։ Միշտ լավ տեսնենք, շատ ուրախ եի, շնորհակալ եմ։ Հաջողություն։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում։ Իմ հյուրն էր շատ հաճելի տաղանդավոր մի երիտասարդ, շատ հետաքրքիր զրույց ինձ թվում է եղավ մեր երկուսի միջև, իսկ այժմ անցնեմ մեր հաղորդման եզրափակիչ խոսքերին։ Լռությունը ավելի խոսքերից ուժեղ է, քանի որ խոսել կարող են բոլորը, իսկ լռել քչերը։ Այսքան բան բարեկամներ, միշտ նոր հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Գևորգ ջան, Տղա ջան, կհավատաս, ես նախանձում եմ մեր հարևաններին, որ թոռներ ունեն, երեխաները վազվզում են տան մեջ, երեխու ծիծաղի ու լացի ձայնա լսում է տան մեջից, ախր ես ու մայրդ բավականին մեծ ենք տարիքով արդեն, մենք էլ ենք ուզում թոռներ ունենանք, մեր թոռներին ձեռքից բռնենք, տանենք այգի, ուրախանանք։ Գևորգ ջան, օրինակ 5 տարի ամուսնացած ես, ցավը տանեմ, իմ հետ կիսվի, ես քո հայրն եմ։ Մենք էլ ենք ուզում ախր թոռնիկ ունենանք, ես ինչ-որ պատճառ կա, ասա խնդրում եմ, իմ հետ կիսվի։ Դե պապ ջան, ոնց ասեմ, առայժմ մենք պաշտպանվում ենք էլ։ Հայ տղա ջան, ես քեզ ամուսնացրել եմ, որ դու հարձակվես, ոչ թե պաշտպանվես։